Գառնաշունչն արդեն զգացվում է, հողը վարուցանքի պահանջ է ներկայացնում։ Գյուղացին ասում է, հանգիստ նստելու ժամանակն անցավ, հիմա արդեն հողի հետ կռիվ տալու պահն է։ Հիմնական մեր պապերը պանով են զբաղվել, ցորեն, գարիկ, կորենգան, արվույթ, պապական հետել է, կարտոշկին, հոլանդացին, ամերիկացի հետել են, շեշմել են, որ սևահող թե աշխարհում քիչ է սևահող ու ջուրը սպես առատ լավ հող է։ Հողը լավն է, գյուղացին աշխատասեր, ու եթե բահը ձեռքն է վերցնում, ուրեմն ամեն ինչ լավ է։ Լավ է, շատ գոհ են։ Ինչքան կցանեն, ինչ կցանեն։ Հա, 7-8 հեկտար։ Դե պատմեք, 7 հեկտար ինչ կցանեն, աշնանացան։ Կարտոֆիլ, աշնանացան, գարի, արվույթ, էլ ինչ խորիկ։ Միշտ 2-3 հեկտար, 4 հեկտար ենք ցանում, օրինակ այդ սուբսիդի շնորհիվ դարձեցիք օրինակ 10 հեկտար։ Հիմա ես 10 հեկտար ցորեն ունի, գրոմիկը սերմը, որ նախանցյալ տարի ցանել էի եւ իրոք լավ բերք տվեց դրանից է։ Ну 3 տեսարի ցանել եմ էլի այդ էլի 10 օրից որ նոր այս տարի լավ բերք տվա, ուրեմն շարունակենք այդ նույն սերմից օգտվել։ Սերմը որակյալ էր, գյուղացին անցած տարի գոհ է մնացել, ասում են պարարտանյութն էլ, որ ժամանակին տան ու եղանակն էլ բարենպաստ լինի, առատ բերք կունենան, սակայն միշտ չէ, որ տարին բարեհաճ է ու եկամուտը առատ։ Տնտեսությունը այդքան էլ չէ, որ եկամտաբեր է գյուղացու համար։ Չէ, եթե ավելի շատ ծախսենք, քան ստանանք, ուրեմն կնշանակի, որ մենք 2 տարի հետո էլ այդ հողերը չենք կրնա ցանենք։ Ինչ որ մի չնչին գումար կստանանք, ուտպես էլ է։ Սերմից մինչև բերք պետական աջակցություն, ինչ է փոխվում գյուղացու համար, արդեն 2 տարի է, ինչ Հայաստանի բոլոր մարզերում գործում է բուսաբուծության աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս գյուղացուն հողը մշակել պետական սուբսիդավորման շրջանակում, սակայն պետական աջակցությունը չի վերաբերում բոլոր բույսերին, հացահատիկ, հատիկընդեղեն կամ բազմամյա խոտաբույսեր, ահա սրանք են, որոնց մշակման, վարուցանքի, բերքահավաքի ծախսի ու սերմի արժեքի կեսը իր վրա կվերցնի պետությունը։ Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուները պետք է մինչև ցանքը դիմեն համայնք կամ բնակավայր, ներկայացնեն դիմում, դիմումին կից պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնց ցանկը ներկայացված է, սահմանված է ծրագրով, եւ դրանից հետո պետք է կնքեն պայմանագիր համայնքի հետ։ Համայնքը դիմումների հիման վրա համատարած մոնիտորինգ է իրականացնում, որից հետո մարզպետարանը յուրաքանչյուր համայնքից ընտրում է շահառուների թվի 20%-ի չափով, ընտրանքային մոնիտորինգի կարգով։ Ընտրանքային մոնիտորինգ իրականացվում է մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով, ընդ որում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։ Մոնիտորինգի արդյունքները ամփոփելուց հետո համայնքը համապատասխան ձևաչափով փաստաթղթերը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն։ Էկոնոմիկայի նախարարությունը ամփոփում է արդյունքները եւ այդ արդյունքների հիման վրա փոխհատուցման ենթակագումարները փոխանցում է համայնքների հաշվեհամարներին։ Ծրագրին մասնակցելու համար շահառուները պետք է մինչև ցանքսը դիմեն համայնքապետարան, ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր եւ կնքեն պայմանագիր։ Կարևոր նախապայման է, ցանքսը պետք է իրականացվի հավաստագրված եւ լաբորատոր փորձաքննություն ունեցող սերմերով։ Գառնացան հացահատիկային մշակաբույսերի համար փոխհատուցումը սահմանված է 70,000 դրամ, եգիպտացորենի համար 85,000, հատիկանդեղեն մշակաբույսերի համար 100,000 դրամ եւ բազմամյա խոտաբույսերի համար 110,000 դրամ։ Ինչու են հենց այս բույսերն ընտրել, Վարսիկ Մարտիրոսյանը շեշտում է, պարենային անվտանգությունից ելնելով։ Լուծելով ցանկատարությունների ընդհանուր մակերեսները, այսինքն այստեղ աջակցության միջոցով ցանկատարությունների մակերեսների ավելացմանը խթանելու անհրաժեշտություն կար, դրա համար էլ հենց առաջնայնությունը տրվել է այս մշակաբույսերին։ Շահառուն դիմումը պետք է ներկայացնի մինչև հունիսի 1-ը կախված բնակավայրի ցանքսի ժամկետից։ Ըստ վիճակագրության 24 թվականի համեմատ 25 թվականին ցանքատարածությունները ավելացել են 4800 հեկտարով։ Պետությունը հույս ունի, որ այս տարի ծրագիրը կօգնի ցանքատարածությունը ավելացնել ևս 20%-ով։